Հալեպում դեռ ամեն ինչ խաղաղ էր, երբ Օհանյանների ընտանիքը վաճառեց բնակարանն ու որոշեց հացեն մշտապես փոխարինել Հայաստանյանով, Թումանյան 40։ Աս որոշումը արինք, ես ամուսինս, սի մեր զավակներուն աբական մենք հոս շատ ճիշտ կտեսնանք, կան թե ոյ մեկտեղ։ Ամուսինս ընտանիքը շատ հայրնասեր է։ Մեր զավակները լասանք մեծուցեր ենք, այդ որոշումը ամուսինս է հիմնական։ Այնտեղ մեր ուզելով չէ որ ծնվել ենք։ Մենք գիտենք կոլորածները, բաները, պատմությունը այդ է։ Անենք մեր բախտի պերմամ այնտեղ ծնվել ենք։ Ու այստեղ ծնվենք, ավելի բախտավոր տերևս լայք կամ ինչ են հիմա գադե ճակատագիրը։ Բայց մենք եկանք։ Շատեր ասենք ինչու կհացիկ, բայց հիմա ինչ լավ բաներ եք, որ այդ կայլ արերեք։ Այս տաքուկ ռեստորանում օրն այսպես է բացվում։ Ինչ որ մենյուի մեջ չկա, մեկ ինչ որ նոր բան մգանը կավելացնենք, կգրենք ստեղ, որ հաճախորդները իմանան։ Փոփոխությունը լանը ամեն անգամ կփոխենք։ Ու սկսենք ասա։ Խոհանոցային իրարանցումն սկսվում է ժամը 11-ից ու չի ավարտվում մինչև ուշ գիշեր։ Ասի ֆալաֆել։ Հիմա գերցնենք ձեզի։ Ասի շատ համեպան է, բուսական ու բանը սանդվիչները։ Փոքրիկ սենդվիչից մինչև ռեստորան Օհանյանների խոհանոցի բույրը տարածվեց ամբողջ Երևանով։ Բարձ է, հիմա մենք շատ ռեկլամ չրինք մենք մեզի որ բացին, բայց մեր հաճախորդները իրենք ռեկլամ կա, ով որ գուկա գուդե գահավանի բույսը գղրգե, այդպես մեր ռեկլամը գլագ։ Ռեստորանում տիկին Ժորժետ զբաղեցնում է բոլոր պաշտոնները՝ խոհարարից մենեջեր։ Ինչպես հավնեցակ մեր ջաշերը։ Ամենը համով գերագույն որ գերանք փուլ որ այս քաղաքի մեջ գիտես որ մենք Սուրիայեն բարժեբաց ենք շատ համով է, շատ ուրախ ենք ոսլալ։ Շատ լավ, հազարանուս։ Ինչպես ռեստորանում, այնպես էլ տանը համեղ կերակուրներին սպասում են բոլորը։ Մեր երեխաներուն ընկերները, որ մեր տունը կհավաքին, իմ ջաշերս կնեն, ասա կհավանին, աս ինչ համով կսպասեն, որ ծնունդ լա, որ յալը երբ պիտի net ծնունդը մամատ համով բաներ ենք, որքան ցեզի ուտենք։ Միշտ այդպես է։ Գուկան, ես ալ միշտ կգանչեմ, համով բաներն գանչեն ընկերներ, գանչեն, գուկան այդպես։ Falafel երգոհատ, խավուրմա, chicken, մուտաբել, քեբաբ, օլիվ սալատ եւ ճուրերը կա։ Okay, շատ լավ։ Պատվերն ընդունում է ու գործի անցնում։ Ասի մեր հադուկ կորզն է ստեղ։ Քիչ կաղամ, մարոն, տուտու վարունգ, տարմ նանա մեջը, պամիդոր, բիբեր եւ ասի հադուկ սոս, տահինով սոս է ասի։ Ասի շատ ասի մենք կպատրաստենք, բոլոր կորձերը մեր կորձերն է, բոլոր ինչ որ գա մեր կորձն է։ Օհանյանների ընտանիքը երջանիկ է հայրենիքում։ Պապերի երազանքին իրենք տեր եղան։ Մենք փոքր ենք, ռադիոն ենք տունը։ Այդ ռադիոն Հայաստան, Երևան, զորով մորով։ Հազիվ ցայնը լսենը գորախանա։ Հայաստանի։ Եղավ, մի քիչ հայկական մագուր երգեր, բաներ գլսեր, մենք հետը գլսեինք։ Այդ բանով մեծ ենք։ Վստահ են, որ բոլոր հայերի տունը հենց Հայաստանն է։ Heç օդարություն չենք զգար, եւ առաջին օրը որ եկանք, մինչև կսկանք որ ասի մեր դեղը հոս պետք է լա եւ ասանք շատ հանգիստ ենք։ Մեր տունն է նույն մշակույթի մարդիկ ենք։ Ավելի հոգի հարազատ եմ ես, աշտայրերի պես է։ Առաջին ուզվեցի։